Կառավարությունը հայտարարել է նոր պայքար կոռուպցիայի կաշառակերության դեմ, եւ մենք տեսնում ենք ինչ որ մանր չինովնիկների ձերբակալություններ, այնինչ մենք գիտենք, որ տարիներ շարունակ հանրության մոտ հարցադրում է ինչու Խոշոր պաշտոնյաները չեն պատժվում, ընդհանուր առմամբ ինչ եք նկատում այս փուլում, ինչ է կատարվում։ Ամեն անգամ, երբ հայտարարվում է կոռուպցիայի դեմ պայքար, մենք տեսնում ենք, թե ինչպես են իրավապահները դատավոր, ասենք, վերցնենք դատավորի օրինակը, վերջինը, իրականացնում այդ ձերբակալությունը, շոու սարքելով, հանրությանը մասնակից դարձնելով, որ իբր թե կոռուպցիայի դեմ են պայքարում, եւ սա որևէ կոռուպցիայի դեմ պայքարի մասին չի խոսում, ապօրինի տեսագրություն են տարածում, իրենց ունեցած մամուլի միջոցներով վարկաբեկում են անձին, կոնկրետ այս դեպքում դատավորին, եւ այդ տեսագրությունն էլ ուներ այդ նպատակը վարկաբեկելու այս մարդուն, ցույց տալու նրա վիճակը եւ տրամադրելու հանրությանը եւ տեսագրությունը որևէ ապացուցողական նշանակություն չունի, մենք այդ տեսագրությունից չենք հասկանում, որ նա կաշառք էր վերցրել։ Սա տպավորություն է, երբ սկսում են կոռուպցիայի դեմ պայքարը, սկսում են հաշվեհարդարը անցանկալի անձանց դեմ, այսինքն գործում է ընտրովիության սկզբունքը, ում դեմ պայքարել եւ ինչպես պայքարել եւ ինչ միջոցներով, սա է ընդամենը եւ համակարգային պայքար կամք որևէ այդպիսի դրսևորում կառավարության մենք չենք տեսնում եւ իդեպ ասեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարում են հիմնականում նրանք, ովքեր հենց կոռուպցիայով են զբաղված։ Եթե հիշում եք, մեր նախկին վարչապետը գլխավորում էր հանձնաժողովը կոռուպցիայի դեմ պայքարի եւ սրանով ամեն ինչ ասված է այլևս։ Շանա, ինչ պետք է տեղի ունենա, ինչ պետք է կատարվի, որպեսզի հանրությունը հավատա, որ իրոք կոռուպցիայի դեմ պայքարը առաջին հերթին ինչ պետք է արվի, հա։ Առաջին հերթին պետք է սկսեն իրենք իրենցից։ Առաջին հերթին, ասենք, հանրության մեջ ամենաշատ շրջանառվող ապօրինություններով, ովքեր են Սերժ Սարգսյանի եղբայրը, հայտնի օլիգարխները, ովքեր բյուջե չեն մուծում ամբողջ հարկերը, չգիտեմ, իրենցից պետք է սկսեն, որպեսզի հանրությունը համոզվի, որ սա իրոք կոռուպցիայի դեմ պայքար է։ Երբ վարչապետը ասում է այդ մանր գողություն, պրիմիտիվ գողություններին վերջ տվեք, ես դրա մեջ սարկազմ եմ տեսնում նաև, որովհետև վարչապետը եւս այդ հարուստների շարքում է եւ վերևից երբ նրանք այդ հարուստները նայում են ներքևի գողություններին, նրանց շատ մանր գողություններ են թվում եւ ընդհանրապես սա խոսք է, որը ասվել է, վերջ տվեք ձևական եւ մամուլը փորձում էր հետևողականություն գտնել իրավապահ մարմիններին, տեսնում էր որպես հաղորդում հանցագործության մասին, բայց այստեղ ուղղակի վարչապետը այսպես սովորական մի խոսակցություն է, որ նրանք երևի երբ հարուստներով հավաքվում են, ովքեր փող ունեն եւ զրուցում են, այսպես բարձրաձայն ասված մի բան էր, որը չէր կարող հետևանք ունենալ։ Սա նշանակում է արդեն, որ կոռուպցիայի դեմ պայքարի որևէ չի երևում որևէ նման ծրագիր եւ նպատակ ես չեմ տեսնում։ Դուք մեջիկ դատավորի օրինակը, մենք տարիներ շարունակ տեսնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հենց դատավորների հայտարարագրերում կան մեծ թվով նվիրատվություններ, անգամ դատարանների նախագահներ կան, որ ունեն նվիրատվություններ, սկանդալներում հայտնված դատավորներ կան, որ էլի ունեն նման եւ մեծ կարողություն եւ նվիրատվություններ, իրական պայքարի համար չպետք է արդյոք դրանք էլ հիմք ընդունվեն, ուսումնասիրեն ով է նվեր տալիս դատավորին այսօր։ Գիտեք, ես անդրադառնամ նորից այս դատավորի դեպքին, հա, որ եթե ԱԱԾ-ն ունի հզոր ապացույցներ, իրավապահ մարմինները ունեն հզոր ապացույցներ, նրանք չպետք է ուրեմն տեսանյութ տարածեն եւ վարկաբեկեն այդ անձին, սա մեկ, եւ սա այն դատավորներից չէ, որը հայտարարագրեր ունի, հայտնի է բավականին եւ մամուլը անդրադարձել է, նա չունի այդպիսի հսկայական գումարներ իր հայտարարագրերում, թեև ես չեմ տեսել, բայց երևում է, որ չունի, եւ այն հազվագյուտ դատավորներից է, որի որդին ծառայում է բանակում, Ղարաբաղում եւ ինքը մասնակից է
պատերազմի Ղարաբաղյան եւ ունի միջև օրս խնդիրներ առողջական, ուզում եմ ասել, որ չէին ընտրել այն դատավորին, իրենց սիրելի, ասենք, գիտենք, հայտնի դատավորներ կան, որ իրենց պատվերն են կատարում, ցանկացած պատվերն են կատարում, եւ այդ դատավորները իրենց հայտարարագրերում նաեւ ունեն մեծ գումարներ եւ նվիրատվություններ, բայց որևէ մեկը նրանց չի ասում, թե սա որտեղից եւ ինչ է, այսինքն այդ ընտրովության սկզբունքը գործում է մեր եւ ձեր այսպես բաժանված է, հա, ում կընտրեին։ Դուք էլի գիտեք մի դատավոր, որի տղան ծառայում է բանակում, դժվար է ասել, եւ ընտրել են մի մարդու, որ ավելի թիրախ են դարձրել, այսինքն որն ավելի թույլ վիճակում է։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ ոչ թե ես այս դատավորի պաշտպանության տակ եմ առել, այլ ուղղակի մենք տեսնում ենք ոչ օբյեկտիվ անցանկալի մարդկանց, ում հետ խնդիրներ ունեն, եւ սա ուղղակի հաշվեհարդարի տպավորություններ ըստիս։ Դատավորի ձերբակալելու նույն օրը Եվրոպական դատարանի մի վճիռ հրապարակվեց, որտեղ, ինչպես փաստաբաններն են բնորոշել, նախադեպային մի որոշում է, որտեղ գնահատական է տրված դատավորի գործողություններին, որ դատավորը հստակ ոչ օբյեկտիվ է որոշում կայացրել տվյալ դատական գործով։ Եվ այդ դատավորը վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է, որը արձանագրված է վճռի մեջ։ Դե հիմա այդ նույն իրավապահ համակարգը թող հետաքրքրվեր, թե ինչ ոչ օբյեկտիվ գործողության մասին է խոսքը վճռաբեկ դատարանի։ Եվ դուք շատ լավ գիտեք, որ ամեն ինչ վճռաբեկ դատարանն է որոշում, եւ ասենք այս դատավորին այս ձևով ձերբակալելը, շոու դարձնելը նաեւ ճնշում է մյուս դատավորների վրա, դատական համակարգի, որ դուք մեզ պետք է ենթարկվեք եւ ձեր կաշառքը մեզ հետ պետք է կիսեք, եթե այս դեպքում սա կաշառք էր։ Ես վստահ չեմ, որ կաշառք էր սա։ Բայց ամեն դեպքում, եթե հիշում եք, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն եւս մի զեկույց էր հրապարակել դատական համակարգի մասին, որտեղ նա ցույց էր տվել բուրգը, թե ինչպես է կոռուպցիան գործում դատական համակարգում, վերևից ներքև, չգիտեմ, ներքևից վերև եւ այլն։ Եվ իրականում դատական համակարգը պետք է մաքրել, հա, կոռուպցիայից եւ այլն, այսինքն պետք է մաքրել, բայց ոչ նման գործողություն։ Այո։ Իրականում այլ բան պետք է արվի։ Գիտեք, այո, պետք է մաքրել եւ դրա ձևը կա մաքրելու եւ շատ լավ գիտեն, բայց որևէ մեկը չի մտածում, որ փոխի այդ իրավիճակը, սա միանշանակ է եւ այս ձևերով 3 տարին մի անգամ դատավոր կձերբակալեն, թե չէ մեկ ուրիշ չինովնիկի եւ իրենք կմնան այդ նույն բարձրության վրա, իրենց բոլորովին այսպես են ապրել եւ այսպես շարունակելու են ապրել։ Իսկ Կարեն Կարապետյանը գուցե զուտ մակերեսային ինչ որ փոփոխություններ անի, ինչ որ զուտ վիզուալ, հա, քանի որ ինքը, ասենք, հանրապետականի արժեքները չկրող անձ է, ի սկզբանե, հա, նա բավականին քաղաքակիրթ է, եթե նկատել եք, շնորհակալություններով է խոսում շարունակ, ասենք, ազգային ժողովում, որը մենք երբևիցե չենք լսել հանրապետականի, բայց այսքանը եւ ոչ ավելին։ Եթե նա իր հարցազրույցում ասեց, որ համապատասխանատու է նաեւ հանրապետական կուսակցությունը, սա նշանակում է, որ ոչ մի փոփոխություն չի լինելու։ Հանրապետական կուսակցությունը թե ինչով է առաջնորդվում, մենք շատ լավ գիտենք եւ մենք տեսնում ենք ամեն քայլին, ամեն մի երևույթ ինչպես է գնահատվում, ինչպես ուզում են ցանկալի այս անձը, այն անձը, այս երևույթը կամ այն երևույթը, ի վերջո եւ Կարեն Կարապետյանը չի կարող այս պատը կոտրել։ Նաև կան հայկականների շրջանում որոշ խոսակցություններ, որոշ գործիչներ հայտարարում են, որ առաջիկայում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում։ Ինչ կարող ակնկալենք, ինչ եք դուք նկատում։ Եթե ասում են առաջիկայում, նշանակում է ցուցակ են կազմում, էլի նույն սկզբունքով, ումից ազատվել, ումից չազատվել, եւ այն անձինք, որոնք մինչեւ հիմա նրանք ազատել են, բայց չեն ձերբակալել, բնական է, որ խոսքը դրանց մասին չէ, ասենք, թե Սուրիկ Խաչատրյան եւ այլն։
Հանրության աչքին ինչ որ բան փոխելու նպատակով դիփորձեն ձերբակալությունները, բայց գիտեք, այդ սա շատ ուղղակի ծիծաղելի է, որ ամեն ինչ հայտնի է եւ պարզ է մեզ մոտ բոլոր մանրամասները, ով ինչով է զբաղված, ինչ է անում, եւ մենք գիտենք, որ իրական հանցագործները դրսում են, էլի բերեմ դատավորի օրինակը, մենք շատ լավ գիտենք, թե ինչ դատավորներ կան, բայց հիմա ում էին թիրախնդրել